Ուրեմն հարգելի ուսանողներ, մենք անցած դասին մի օրինակի վրայով արագ անցանք, որը ես ուզում եմ հիմա մի քիչ ավելի մանրամասն կրկնեմ, որպեսզի պարզել լինի հաջորդ մեր պարագրաֆը։ Տեսեք, ասենք թե R2-ում այսպիսի մի հատ S արտապատկերում է տրված, S scaling ցկում բառով եմ գրել, որը յուրաքանչյուր կետ իր հեռավորությունը OX առանցքից 3 անգամ ձգում է։ Նայեք, որտեղ տեղ ունենանք նկարենք։ Ահա, այստեղ կամայական կետ, կամայական վեկտոր, ոնց որ 3 անգամ ձգում է դեպի վերև, իր երկրորդ կոորդինատով, այստեղ սրան է համապատասխանացնում։ Կոպիտ ասած, XY-ը գնում է X 3Y-ին։ Հիմա, եկեք կազմենք սրա մատրիցը ստանդարտ բազիսում։ Եթե ստանդարտ բազիսը վերցնեմ, սա ինչն է, սա մեր մոտ E1-ն է, սա մեր մոտ E2-ն է։ E1-ը ուր է գնում, ինքը 1-0 վեկտորներ, հենց 1-0-ին էլ գնում է, որտեղ 3 անգամ այս 0-ն, էլի 0 է։ Այսինքն E1-ը գնում է 1-0-ին։ Նայեք, 1-0 սյունը գրեցինք այստեղ։ Բա E2-ը ուր է գնում։ E2-ը ինքը 0-1-ն է, 3 անգամ երկարում է, գրվում է 0-3։ Ուստի ահա այս մատրիցը դառնում է մեր այդ արտապատկերման մատրիցը ստանդարտ բազիսում։ Լավ, այս մատրիցը ստացանք։ Հիմա հələ նայենք սենց վեկտորներ 1 1 մինուս 1 1։ Այսա G1 եւ այսա։ Դե այս G1-ը ուր կգնա։ G1-ը կգնա այստեղ։ Չէ՞։ Այս G1-ը սա է։ G2-ն էլ կգա այստեղ։ Հիմա մենք ինչ պետք է անենք։ Սա էլ այս G2-ն է։ Այս G1 վեկտորը մենք պետք է արտահայտենք G1 G2 բազիսում։ Հեշտ է ստուգել, որ այս G1-ը, որը 1-3 վեկտորն է, ինքը հավասար է 2 անգամ G1 գումարած 1 անգամ G2։ Այդպես է, չէ՞։ 2 անգամ G1-ը կլինի 2 2, իրան գումարած 1 անգամ G2 կստացվի մինուս 1 1, եւ այս գումարը ինչի է հավասար։ 1 3։ Ահա, հենց 1 3-ն էլ այ հենց ինքը սա է, ճիշտ է։ Ուրեմն ստեղ գործակիցներն են 2 1, հետեւաբար, եթե մենք մատրիցը կառուցեինք, առաջի սյունը այս պետք է լիներ 2 1։ Երկրորդ սյունը այս այստեղից ստացվում է 1 2։ Ուրեմն մենք ինչ ստացանք։ Մենք ստացանք, որ այս արտապատկերումը E բազիսում ունի այս մատրիցը, G բազիսում ունի այս մատրիցը։ Սա շատ կարևոր դիտարկում է, հետագայում մեր դասընթացի վերջի մասերում կարևոր դեր է կատարելու։ Ավելին, մենք սենց բաներ ենք անելու։ Այսինքն ինչը խառը բարդ արտապատկերում տված է, մենք զորով իր համար այնպիսի բազիս ենք գտնելու, որը առավելապես պարզ եւ դյուրընկալելի մատրից ունի։ Դա ոնց որ հետագայում ենք անելու, բայց այս պահին մենք հարց ենք դնում։ Նայեք, եթե արտապատկերումը վետարածության վրա տված T արտապատկերումը E եւ G բազիսներում ունի A եւ B մատրիցները, ապա այս մատրիցների մեջ ինչ կապ կա։ Պարզվում է կապը չափազանց դյուրին բանաձևով է որոշվում, որը որ հեսա մենք մի վայրկյանում դուրս կբերենք։ Տեսեք, հələ եկեք մի քանի գրառումներ անենք։ Ենթադրենք մենք E բազիսում ենք գործում, այդ դեպքում TV-ն ինչ կլինի։ TV-ի
տևին կհամապատասխանի իր կոորդինատները Ե բազիսում, որը հավասար է A անգամ VE։ Ստեղ են T V-ն հավասար է AV բանաձևն է, հանրահայտ, որը մենք գրեցինք այսպես եւ չենք մոռացել ամեն ինչ Ե բազիսով է արված։ Նմանապես այդ TV-ն, եթե բոլոր ամեն ինչը դիտարկվի J բազիսում կհաշվվի իր այս B մատրիցը, վեկտոր ամեն ինչը S վեկտորը, TV վեկտորը եւ V վեկտորը երկուսն կգրվեն իրանց կոորդինատներով J-ում եւ S հավասարությունը կստացվի։ Այսինքն այստեղ այս երկուսը պարզապես նույն բանն է գրած մի հատ J-ում, մի հատ J-ում։ Հիմա եկեք այստեղ մի քանի մանիպուլյացիաներ անենք։ Դուք այս բանաձևը վստահ եմ, որ հիշում եք, չէ՞։ Ցանկացած վեկտորի համար V Yen հավասար է PJ անգամ ինչ, ով է ուզում ասել VJ։ Ահա։ Այստեղ հələ եկեք սրա հետ կապված մի քանի այս բանաձևը երկու անգամ կիրառենք այդ տարբեր հատվածներում այս երկու ֆորմուլաների։ Այստեղ այս մեր TV-ն հավասար է արդյոք A անգամ, ու նայեք, այս V-ն ես կարող եմ հենց այս բանաձևը կիրառել փոխարինել P VJ-ով։ Այստեղ ուղղակի այս բանաձևը բերած կիրառած է մի հատ այստեղ գրած է այս։ Հետո հիմա նայենք այստեղ այս ինչ են A-ն, P-ն, այս VJ-ն իրանք երեքն էլ մատրիցներ են, չէ՞։ Սա մատրիցա, S-ը ինչ է, S-ը սյուն մատրիցա։ Մատրիցների արտադրյալը դուք հիշում եք, որ ասոցիատիվ էր։ S փակագծերը որ սենցնա է դրած, ես կարող եմ վերցնեմ սենցնա դնեմ։ Ոչ մի բարդ բան չարվեց այս քայլում, հələ այսպես, հիմա մենք առաջ շարժվում ենք։ Սա ստացանք։ Հաջորդը, նայեք, այստեղ էս TV-ն, այս մի հատ վեկտոր է, որը արտահայտված է Ե բազիսում։ Հավասար է T անգամ այդ նույն վեկտորը արտահայտված J բազիսում։ Կրկին ես այս բանաձևը օգտագործեցի այստեղ։ Դե ստեղից էլ ինչ է ստացվում։ Ուրեմն այս TV-ն հավասար է S-ն երոջը, էտել իր հերթին TV-ն այստեղից այս վերևի արտահայտությունից այս TV-ն փոխարինում ենք B անգամ VJ-ով։ Եվ կրկին, քանի որ այս P-ն, B-ն, V-ն մարդա մի հատ մատրից են, մենք այս փակագծերը այստեղից կարող ենք հանենք այսպես դնենք։ Հիմա նայենք համեմատենք մեր ստացածը։ Այս TV-ն եւ TV-ն երկուսն նույն բանն են։ Դրանք մեկը սրան է հավասար, մեկն էլ սրան է հավասար։ Հիմա ես ուզում եմ հիշեցնել մի հատ լեմմա, որը մենք անցել ենք այն մատրիցային հաշվում գլխում, հələ տեսեք ինչ էր ասում։ Նա ասում էր, եթե MV-ն հավասար է NV-ին ցանկացած V-ի համար, ապա ով է ուզում հիշեցնել։ Ստեղից ինչ էր բխում։ M-ը հավասար է N։ M-ը հավասար է N-ին։ Այսինքն կոպիտ ասած, կարելի էր վեկտորի վրա կրճատել, բայց ուզում եմ կրկին հիշեցնեմ այն, որ մենք այս բանաձևը կիրառում էինք միայն այն դեպքում, երբ որ սա ցանկացած V-ի համար է տեղի ունենում։ Դե հիմա նայեք, այս հավասարությունը, սա ստեղ, սա հավասար է սրան, սա հավասար է սրան, սա էլ հավասար է սրան։ Այսինքն սա հավասար է սրան, ինչը ֆիքսված V-ի համար, թե ցանկացած V-ի համար։ Ցանկացած V-ի համար J բազիսում։ Ուրեմն ստեղից բխում է, որ այս մեր AP-ն ստեղի հավասար է ստեղի PB-ին, այս սա է բխում։ Մյուս կողմից հիշում ենք, չէ՞, որ այս P-ն ոչ թե պատահական մատրից էր, այլ անցման մատրից էր։ Անցման մատրիցները միշտ հակադարձելի են, այսինքն ինքը միշտ ունի P-1։ Եթե P-1-ով բազմապատկենք ձախից երկու կողմերը, ստացվում է, որ B-ն հավասար է P-1 AP։ Ստացանք հետևյալ թեորեմը։ Եթե yen
եւ ժ-ն։ Երկու հատ բազիս են V տարածության վրա համար, իսկ P-ն էլ այդ Y-ից J անցման մատրիցն է, ապա եթե կամայական T արտապատկերումը A մատրիցը ունի Y բազիսում, B մատրիցը ունի J բազիսում, ապա նրանք կապված են հետևյալ բանաձևով։ B-ն հավասար է P-1 AP։ Շատ լավ պետք է հիշել այս բանաձևը, հետագայում նա մեզ կրկին ու կրկին մի քանի թեմաների մեջ, գալիք թեմաների մեջ մեզ պետք է գալու։ Ցանկության դեպքում այսպես էլ կարող ենք գրենք, չէ՞, քանի որ P-ն հակադարձելի մատրիցա կարող ենք ինքնուրույն տանել։ Իդեպ խմբերի տեսության դասընթացը հիշելով, մարդու ձեռքը միանգամից գնում է, որ այսա ոնց նշանակի։ Ai P աստիճան, չէ, սա ai համալուծացումը չի P-ով։ Այո, ստացվում է B-ն հավասար է ai P աստիճան, ուղղակի գծային հանրահաշվում այսպիսի նշանակումը չի օգտագործվում, հետո կերևա թե ինչու, որովհետև այն բոլոր դեպքերում, երբ որ այս բանաձևը պետք է, ինքը մեզ պետք է ոչ թե ai P աստիճան տեսքով, այլ հենց հատկապես այս տեսքն է մեզ պետք, որտեղ ինչ-որ սրանց մեջ գործողություններ են արվում։ Եղավ։ Ինչևէ դուք ստեղ ասեք, որ B-ն ai-ին համալուծա անցման մատրիցով, սխալ բան ասած չեք լինի։ Պարզապես գծային հանրահաշվի գրքերում երբեք նմանատիպ դարձված չկա։ Եկեք օրինակներ անենք։ Դե ամենաբնականն է սկսել այն օրինակից, որով մենք մուտք գործեցինք, չէ՞, այս թեմա։ Եթե այս մեր T արտապատկերումն էր տված, որը ամեն ինչ ուղղահայաց ուղղությամբ 3 անգամ ձգում է, հիշում եք Y բազիսում, ստանդարտ բազիսում ինքը ուներ այս մատրիցը, N մյուս J բազիսում ինքը ուներ այս մատրիցը։ Հիմա եթե ամեն ինչ ճիշտ է, մենք պետք է այս վերևի բանաձևը իրանց համար աշխատի։ Անցման մատրիցը Y-ից J, հուսով եմ ու հասկանում եք, որ այս սա է, 1-1, ասեք, 1-1-ը վերցրել եմ, սենց եմ գրել, հետո մինուս 1-1-ը վերցրել եմ, սենց եմ գրել, այս եղավ մեր անցման մատրիցը։ Անցման մատրիցի հակադարձը դյուրին է հաշվել, այս սա է։ Դե մնում է հաշվել, որ եթե գրեմ այս P-1 անգամ սա, կատարեմ բոլոր գործողությունները, պետք է ստացվի այս սա։ Ինքնուրույն մի հատ հաշվարկները կանեք, որ տեսնեք, որ իսկապես այդպես է ստացվում։